Մինչև վերջին րոպեն ես հավատացի, որ մենք փրկվելու ենք, ասում է մի նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ով 80-ականների վերջին եւ 90-ականների սկզբին աշխատել է Վանո Սիրադեղյանի անմիջական շրջապատում, եւ նրա ձեռքերը դեռևս դողում են 20 տարի անց։ Այդ մարդը ականատես էր այն գաղտնի խոսակցությունների, որոնք տեղի են ունեցել փակ դռների հետևում, երբ Վանոն եւ Վազգենը դեռ հույս ունեին, որ կարող են կանգնել իշխանության նոր տիրոջ դեմ։ Ինչ գիտեր այդ մարդը, ինչը մենք չգիտենք, ինչ խոսքեր լսեց, որոնք երբեք չհասան պաշտոնական արձանագրություններին։ Այսօր առաջին անգամ 10 նախկին մերձավոր համագործակիցներ, ովքեր հազիվ գտնվում էին իրար հետ նույն սենյակում այդ դժբախտ օրերին, պատրաստ են պատմել գաղտնիքներ, որոնք պահել են 30 տարի։ Դա հարցազրույց է, որը պատմում է ավելին, քան ցանկացած պաշտոնական փաստաթուղթ, եւ դուք պետք է լսեք յուրաքանչյուր բառ, որպեսզի հասկանաք, թե ինչպես է խաղացվել իշխանության առավել դաժան խաղը Հայաստանի ժամանակակից պատմության մեջ։ 1998 թվականին, երբ Վազգեն Սարգսյանը դարձավ վարչապետ, շատ քիչ մարդիկ գիտեին, որ նա ստացել էր մի նամակ, որը գրված էր հենց այն մարդու կողմից, ում նա համարում էր իր ամենամոտ ընկերներից մեկը։ Այդ նամակը գտնվում էր Վազգենի անձնական արխիվում, եւ այն երբեք չէր ցուցադրվել հանրությանը, բայց մի քանի հավատարիմ օգնականներ տեսել են այն, եւ նրանց ասածով այդտեղ գրված էր հետեւյալը. «Քո գոյությունը խոչընդոտում է Հայաստանի զարգացմանը»։ Այս նախադասությունը, այսքան գայթակղաբար անմեղ ձևակերպմամբ, պարունակում էր մահվան վկայագիր, եւ հարցը միայն այն էր, թե երբ կգա ժամանակը։ Վանո Սիրադեղյանը, մարդը, ով երկար տարիներ եղել էր ներքին գործերի նախարար, ով վերահսկում էր ողջ ոստիկանական համակարգը եւ ով հայտնի էր իր անողոք ուժով ու գաղտնի համակարգով, այժմ ուղարկում էր ազդանշան։ Եվ դա չէր նշանակում միայն զգուշացում, այլ նաեւ հայտարարություն, որ իրենց ճանապարհները բաժանվել են։ Բայց ինչ էր կատարվել, որ երկու մարդիկ, ովքեր միասին պայքարել էին Արցախյան պատերազմում, ովքեր համարվում էին անկախության հերոսներ, հանկարծ հայտնվեցին հակառակապերին։ Ով էր իրականում պատրաստվում հարվածել առաջինը։ Եվ ինչպես է այս հարաբերությունների քայքայումը կապված այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին։ Վանո Սիրադեղյանը եւ Վազգեն Սարգսյանը չէին պատկանում նույն աշխարհին, չնայած որ երկուսն էլ ծառայում էին նույն նպատակին։ Վանոն մարդ էր, ով սիրում էր հսկողությունը, կարգը եւ հստակ հիերարխիան, եւ նա հայտնի էր նրանով, որ իր մարդիկ երբեք չէին սխալվում, որովհետեւ սխալի գինը կյանք էր։ Նա պարտադրում էր համակարգ, որտեղ յուրաքանչյուր շարժը հաշվված էր, եւ որտեղ նույնիսկ փոքրագույն անհամաձայնությունը կարող էր վերածվել խնդրի։ 1994-ին, երբ մի խումբ մարդիկ փորձեցին կազմակերպել նրա դեմ հարձակում, Վանոն անձամբ վերահսկեց պատասխան գործողությունները, եւ այն մարդիկ, ովքեր մասնակցել էին ձախողված գործողությանը, գտնվեցին մահացած մի դաչայում Երևանի Մերդակայքում, 10 հոգի, ովքեր երբեք այլևս չէին խոսի։ Այդ պատմությունը լույս տեսավ շատ տարիներ հետո, բայց այն պատմում էր Վանոյի մասին այն, ինչ բոլորը գիտեին, բայց չէին համարձակվում բարձրաձայն ասել, նա չէր ներում, եւ վրեժը նրա համար էր իրավունք, ոչ թե թուլություն։ Վազգենը մյուս կողմից էր մարդ, ով սիրում էր ռոմանտիկներին, ինչպես հիշում են նրա ընկերները, եւ նա հավատում էր, որ իշխանությունը պետք է ծառայի բարձր գաղափարին, ոչ թե անձնական շահին։ Այս երկու տարբեր աշխարհայացքները, երբ դեռ միավորված էին ընդհանուր թշնամու դեմ պայքարում, գործում էին միասին, բայց 1998-ին, երբ թշնամին փոխվեց ներսից, այդ տարբերությունները դարձան անտանելի։ Արդյոք հենց այս տարբերությունները պատճառ դարձան, որ երկու ալֆա-արուները չկարողացան բաժանել նույն երկինքը։ Եվ այստեղ է, որ մենք հանդիպում ենք առաջին հանելուկին, որը պետք է լուծենք, եթե ուզում ենք հասկանալ, թե ինչ էր իրականում կատարվում այդ ժամանակ։ 1998 թվականի հեղաշրջումը, որը հանել է Լևոն Տեր-Պետրոսյանին իշխանությունից եւ բերել է Ռոբերտ Քոչարյանին, նաեւ նշանակում էր, որ Վանոն եւ Վազգենը պետք է հեռանային իրենց պաշտոններից։ Սերժ Սարգսյանը, ով կազմակերպել էր այդ հեղաշրջումը, գիտեր, որ երկու հզոր մարդիկ չեն կարող մնալ նոր իշխանության մեջ, քանի որ նրանք երկուսն էլ ունեին չափազանց շատ ազդեցություն եւ չափազանց շատ հավատարիմ մարդիկ։ Բայց Վազգենը վերադարձավ որպես պաշտպանության նախարար եւ հետո որպես վարչապետ, մինչդեռ Վանոն մնաց դուրսը։ Ինչու։ Ինչն էր այնքան տարբեր այս երկու մարդկանց միջև, որ մեկը կարող էր վերադառնալ, իսկ մյուսը ոչ։ Եվ ավելի կարևորը, ինչ գիտեր Վանոն, որը դարձրեց նրան վտանգավոր այնքան, որ նա պետք է մնար երկրից դուրս, եւ նույնիսկ այնտեղ նա պետք է լիներ հսկողության տակ։ Վանոն ուներ կոմպրոմատ, եւ դա ոչ պարզապես փաստաթղթեր էին կամ ձայնագրություններ, այլ ողջ համակարգի գիտելիքներ։ Ով ինչ էր արել 90-ականների սկզբին, երբ երկիրը ազատվեց խորհրդային կարգից,
բայց հայտնվեց քաոսի եւ պատերազմի մեջ։ Նա գիտեր, թե ինչպես էին ստեղծվել հարստությունները, ովքեր էին իրական օրենքազանցները եւ ով էր կանգնած յուրաքանչյուր մեծ հանցագործության հետևում։ Այդ գիտելիքները դարձրին նրան չափազանց վտանգավոր, որպեսզի նրան թողնեին խաղի մեջ։ 1998 թվականին տեղի ունեցավ մի պահ, որը շատերը չեն հիշում, բայց որը բացահայտում է ամեն ինչ։ Վազգենը եւ Վանոն հանդիպեցին գաղտնիությամբ, եւ այդ հանդիպման մասին գիտեին միայն 2-3 մոտիկ մարդիկ։ Այդ հանդիպումը տեղի ունեցավ ոչ պաշտոնական կերպով, ոչ մի պաշտոնական այցելության ժամանակ, եւ ոչ ոք չգիտեր դրա մասին, քանի դեռ մի քանի տարի հետո մի ականատես խոսեց։ Այդ մարդը պատմեց, որ Վազգենը խոսեց Վանոյի հետ երկար ժամանակ, եւ նա փորձեց նրան համոզել, որ նրանք պետք է միասին լինեն, որովհետեւ միայն միասին նրանք կարող են դիմակայել Քոչարյանի համակարգին, որը սկսում էր կառուցվել։ Բայց Վանոն պատասխանեց, որ ուշ է, որ նրանց ճանապարհները արդեն բաժանվել են, եւ որ Վազգենը պետք է ընտրի կամ մնալ իշխանության մեջ եւ դառնալ Քոչարյանի գործիք, կամ հեռանալ եւ պահպանել իր անունը։ Վազգենը ըստ այդ վկայությունների խիստ վիրավորվեց այդ խոսքերից, որովհետև նա չէր կարծում, որ երբևէ կարող է դառնալ մեկ ուրիշի գործիք։ Նա հավատում էր, որ կարող է վերահսկել իրավիճակը, որ կարող է օգտագործել իշխանությունը, փրկելու երկիրը տնտեսական աղետից եւ քաղաքական անկայունությունից։ Բայց արդյոք նա իրոք հասկանում էր, թե ում հետ է խաղում եւ ինչ էր այդ խաղի իրական գինը։ Երբ խոսում ենք Վանոյի եւ Վազգենի հարաբերությունների մասին, մենք պետք է հասկանանք մի բան, որը շատ հաճախ անտեսվում է պաշտոնական պատմագրության մեջ։ Այս երկու մարդիկ ոչ միայն համագործակիցներ էին, այլև ընկերներ, եւ այդ բարեկամությունը ձևավորվել էր ամենադժվար տարիներին, երբ Արցախյան պատերազմը պահանջում էր ամեն ինչ՝ ուժ, արիություն եւ պատրաստակամություն զոհաբերության։ Նրանք միասին պլանավորել էին ռազմական գործողություններ, միասին ստեղծել էին համակարգեր, որոնք պահպանում էին ետիտը եւ հայության ապագան։ Բայց պատերազմը վերջացավ, եւ խաղի կանոնները փոխվեցին։ Այժմ հարցը այլևս ոչ թե ազատագրություն էր կամ պաշտպանություն, այլ ով է վերահսկելու այդ հաղթանակը եւ ինչպես է այն վերածվելու իշխանության։ Եվ այստեղ է, որ նրանց տարբերությունները դուրս եկան մակերես։ Վանոն հավատում էր կարգին եւ հիերարխիային։ Նա ուզում էր ստեղծել պետություն, որտեղ օրենքը աշխատում է, բայց նա չէր հավատում ժողովրդավարությանը այնպես, ինչպես դա հասկացվում էր արևմուտքում։ Վազգենը մյուս կողմից էր մարդ, ով հավատում էր, որ իշխանությունը պետք է ծառայի ժողովրդին, ոչ թե ժողովուրդը իշխանությանը։ Այս տարբերությունը, որը թվում էր փիլիսոփայական, իրականում էր պատճառ, որ նրանք չէին կարող երկար ժամանակ լինել նույն թիմում, երբ թիմը վերածվեց իշխանական համակարգի։ Եվ այստեղ մենք պետք է խոսենք մի անվան մասին, որը շատ հաճախ հիշատակվում է այս պատմության մեջ, բայց որի իրական դերը երբեք լիովին չի բացահայտվել։ Ռոբերտ Քոչարյանը, երկրորդ նախագահը, ով եկավ իշխանության 1998-ին, ուներ իր սեփական տեսլականը, թե ինչպես պետք է կառավարել Հայաստանը։ Այդ տեսլականի մեջ չկար տեղ Վազգենի համար, որովհետև Վազգենը ուներ չափազանց շատ հարգանք եւ ազդեցություն բանակի եւ ժողովրդի մեջ։ Նա էր մարդը, ով կարող էր մի օրվա ընթացքում համախմբել ուժեր եւ փոխել իշխանությունը, եթե ուզեր։ Քոչարյանը ըստ շատ վկայությունների սկսեց մորալական, իսկ հետո նաեւ ֆիզիկական տերոր Վազգենի դեմ։ Այդ տերորը չէր եկել անմիջականորեն, այլ աստիճանաբար, քայլ առ քայլ, սկզբում հանրային քննադատությամբ, հետո հակասություններ ստեղծելով կառավարության մեջ եւ վերջապես սարսափելի վերջնավորություն։ Բայց այս տերորի մեջ ո՞ր դեր էր խաղում Վանոն։ Արդյոք նա օգնում էր Վազգենին, թե հակառակը, նա էր դարձել մաս այն համակարգի, որը պլանավորում էր հեռացնել սպարապետին։ Վանոն ըստ մի աղբյուրի, որը մոտիկ էր այդ դեպքերին, օգնել էր Վազգենին մի քանի անգամ, երբ վերջինս ենթարկվում էր հարձակումների։ Նա տվել էր նրան տեղեկություններ, որոնք հասնում էին ներքին գործերի նախարարության ցանցերից, եւ որոնք ցույց էին տալիս, թե ով է իրականում գործում Վազգենի դեմ։ Բայց դա չէր փրկել Վազգենին, որովհետև վտանգը արդեն չափազանց մեծ էր եւ չափազանց համամակարգված։ Նրանց հարաբերությունների վերջին փուլերում տեղի ունեցավ մի ինչ-որ բան, որը վերջնականապես քայքայեց այդ կապը։ Այդ ինչ-որ բանը կապված էր այն հանգամանքի հետ, որ Վանոն հասկացավ, Վազգենը կկործնի, եւ որ ինքը, եթե շարունակի օգնել նրան, նույնպես կկործանվի։ Եվ այստեղ է, որ հիշեցվում է այդ նամակը, քո գոյությունը խոչընդոտում է երկրի զարգացմանը։ Այդ նամակը, ըստ մի տարբերակի ոչ թե սպառնալիք էր Վազգենի կողմից, այլ զգուշացում Վանոյի կողմից։ Նա ասում էր, որ Վազգենը դարձել է խոչընդոտ այն ուժերի համար, որոնք այժմ վերահսկում են երկիրը,
եւ որ եթե Վազգենը չհեռանա, ապա ավելի վատը սպասում է նրան։ Բայց Վազգենը չլսեց։ Երբ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանը սպանվեց խորհրդարանում, Վանո Սիրադեղյանը ամեն երեկո այցելում էր Արամ Սարգսյանի մորը, եւ նա անչափ ծանր էր տանում այդ կորուստը։ Նա չէր խոսում շատ, բայց նրանք, ովքեր տեսնում էին նրան այդ ժամանակ, հիշում են, որ նա ավելի շատ լռում էր, քան խոսում, եւ կարծես ինչ-որ բան կորցրել էր իր ներսում։ Վանոն գիտեր, որ դա ոչ պարզապես սպանություն էր, այլ հաշվարկված եւ պլանավորված արարք, որի նպատակը լուրջ, շատ լուրջ էր։ Եվ նա նույնպես գիտեր, որ եթե այս ճանապարհով շարունակվի, ապա ինքը նույնպես կարող է դառնալ նպատակ։ Բայց Վանոն, ի տարբերություն շատերի, որոնք փախան երկրից կամ լռեցին, որոշեց մնալ լռության մեջ, բայց չմոռանալ։ Նա պահպանեց իր գիտելիքները, իր կոմպրոմատը եւ սպասեց։ Արդյոք նա դեռ սպասում է այն օրվան, երբ այդ գաղտնիքները կհրապարակվեն, թե արդեն չափազանց ուշ է, եւ պատմությունը արդեն գրված է հաղթողների կողմից։ Բայց պատմությունը Վանոյի եւ Վազգենի հարաբերությունների մասին ունի նաեւ մեկ այլ շերտ, որը կապված է մի անվան հետ, որը դժվար թե ինչ-որ մեկը չի լսել, եթե հետաքրքրվում է 90-ականների քաղաքականությամբ։ Աշոտ Մանուչարյանը, Ղարաբաղյան կոմիտեի նախկին անդամ, 1915 թվականին հրապարակեց պատմություն, որն անմիջապես սարսափ առաջացրեց եւ սկսվեցին վեճեր։ Նա պնդեց, որ Վանոն պլանավորել էր Վազգենի սպանությունը դեռևս 1998 թվականին, բայց Վազգենը, բարի մարդ լինելով, հարգանքով խոսեց նրա հետ, եւ Վանոն հերքեց այդ մտադրությունը։ Այս տեսությունը ստեղծեց հսկայական աղմուկ, քանի որ այն ուղղակիորեն մեղադրում էր Վանոյին մի մարդու սպանության մտադրության մեջ, ով դեռ կենդանի էր եւ ով կարող էր պատասխանել։ Եվ իրոք, շատ արագ եկան հերքումները։ Արամ Սարգսյանը, Վազգենի եղբայրը, անմիջապես հայտարարեց, որ դա անհավանական պատմություն է, որ Մանուչարյանը հեքիաթներ է պատմում, որովհետև Վանոն եւ Վազգենը եղել են ընկերներ, եւ նրանց միջև այնպիսի հակասություն չի եղել։ Վասակ Դարբինյանը, ով ընկեր էր Վանոյին, նույնպես արձագանքեց, ասելով, որ Մանուչարյանը ինտրիգան է, ով փորձում է ստեղծել սենսացիա այն ժամանակ, երբ բոլոր իրական ականատեսները արդեն չեն կարող պաշտպանել իրենց։ Բայց հարցը մնում է, ինչու Մանուչարյանը հրապարակեց այդ պատմությունը հենց այդ ժամանակ, եւ ինչ նպատակ ուներ նա։ Եթե հետևենք այդ տեսությանը, ապա մենք հայտնվում ենք մի տարօրինակ իրավիճակում։ Մանուչարյանը ասում է, որ Վազգենն իրեն պատմել է, որ Վանոն պլանավորում էր նրան սպանել, բայց Վազգենը չհավատաց, որ Վանոն իրոք կգնա այդքան հեռու։ Սակայն եթե Վազգենը գիտեր այդ մասին, ինչու նա շարունակեց աշխատել Քոչարյանի հետ։ Ինչու նա մնաց իշխանության մեջ, երբ Վանոն արդեն հեռացել էր։ Եվ ամենակարևորը, արդյոք նա հասկանում էր, որ հենց այդ ընտրությունը կդառնա նրա վերջինը։ Երբ Վանո Սիրադեղյանը դեռ վերահսկում էր ներքին գործերի նախարարությունը, 1993-ից 96 թվականների ընթացքում շատ քիչ մարդիկ գիտեին, որ նրա աշխատասենյակի հատակի տակ գտնվում էր մուտք դեպի համակարգ, որը կապում էր ամենակարևոր կառույցները Երևանում։ Այդ համակարգը չէր երևում ոչ մի քարտեզի վրա, եւ նույնիսկ այն ճարտարապետները, ովքեր մասնակցել էին շինարարությանը, չգիտեին լրիվ պատկերը, քանի որ նրանք աշխատել էին մասերով եւ յուրաքանչյուր մաս ավարտվելուց հետո աշխատավորները փոխարինվում էին։ Այս թունելները եւ բունկերները ստեղծվել էին չնարվյալ խորհրդային ժամանակներից, բայց դրանք վերակառուցվել էին եւ ընդարձակվել 90-ականների սկզբին, երբ ազգային անվտանգությունը պահանջում էր գաղտնի ճանապարհներ։ Ով էր նրանց կառուցում այնքան լռության մեջ։ Դեպի որտեղ էին տանում այդ ծածկագիր մաշրուտները։ Եվ ինչու, 98-րդի վերջին օրերին Վանոն ամեն գիշեր, երբ բոլորը արդեն քնած էին, ստուգում էր այդ ուղիները, կարծես նախապատրաստվելով մի բանի համար, որն ահազանգ էր, բայց որին նա խոսքով չէր անդրադառնում։ Մի նախկին անվտանգության պաշտոնյա, ով կարգավորում էր այդ տարածքների մուտքը, հիշում է, թե ինչպես Վանոն հրահանգներ էր տալիս, ստուգել յուրաքանչյուր ելք եւ յուրաքանչյուր վերելակ, որը կարող էր ծառայել որպես փախուստի ուղի։ Նա պահանջում էր, որ պահակները մշտապես պահեն համակարգը աշխատող վիճակում, եւ որ երբեք ոչ ոք, բացի հատուկ թույլտվություն ունեցող մարդկանց, չմտնի այդտեղ։ Այս հրահանգները փոխվեցին 1998-ին, երբ Սերժ Սարգսյանը սկսեց վերահսկել ներքին գործերի նախարարությունը։ Այդ պահից սկսած համակարգի մասին տեղեկություններ սկսեցին արտահոսվել, եւ մի քանի ամիս անց Վանոն լսեց, որ նոր իշխանությունը արդեն ունի բանալիները դեպի այն ամենը, ինչ նա կառուցել էր։ Դա նշանակում էր, որ նրա վերջին պաշտպանության գիծը խախտվել է, եւ որ այժմ ոչ ոք անվտանգ չէր, եթե նոր կառավարությունը որոշեր ոչնչացնել նրան,
կամ նրան մոտ մարդկանց։ Բայց թունելները ոչ միայն Վանոյի գործիքներ էին։ Վազգեն Սարգսյանը նույնպես գիտեր այդ համակարգի մասին, եւ որոշ աղբյուրներ պնդում են, որ 1998-ից 99-րդ թվականների միջև տեղի ունեցած գաղտնի հանդիպումներից մեկը տեղի է ունեցել ոչ թե վերևի սենյակներում, այլ հենց թունելներից մեկում, որտեղ ոչ ոք չէր կարող լսել, ինչ են խոսում երկու ամենահզոր մարդիկ։ Այդ հանդիպման մասին պատմողը, ով ապրել է Երևանից հեռու վերջին 20 տարին, ասում է, որ նա պատահաբար էր այնտեղ, որովհետև ստուգում էր լուսավորությունը, եւ նա լսեց Վանոյի ձայնը, ասելով. «Եթե դու շարունակես գործել նրանց հետ, ապա դու միայն քո կյանքն ես կորցնում, այլ նաեւ ողջ ընտանիքիդ կյանքը»։ Վազգենը պատասխանել է խիստ, թե հենց այդ պատճառով է, որ ինքը պետք է մնա իշխանության մեջ, պաշտպանելու իր մարդկանց։ Բայց Վանոն ասել է, որ սա ինքնախաբեություն է, որ այն մարդիկ, ովքեր այժմ գործում են իշխանության հետևում, երբեք չեն թողնի Վազգենին ապրել այնքան ժամանակ, որքան պետք է, որպիսի փրկել ինչ-որ մեկին։ Այդ խոսակցությունը, եթե այն իրոք տեղի է ունեցել, բացահայտում է ամենակարևորը։ Վանոն գիտեր, թե ինչ է սպասում Վազգենին, եւ նա փորձել է նրան զգուշացնել։ Բայց Վազգենը չլսեց։ Երբ մարդը գիտի, որ վտանգը մոտենում է, նա սկսում է փոխվել ոչ միայն մտքի մեջ, այլև վարքագծով։ Վանոն 1996-ից հետո դարձավ ավելի մեկուսացած, ավելի կասկածամիտ, եւ նա վերջացրեց հանդիպումները մի շարք մարդկանց հետ, որոնց նա վստահում էր նախկինում։ Նա սկսեց օգտագործել միայն այն անձանց, ում անձամբ ճանաչում էր տասնամյակներ, եւ նա երբեք չէր տալիս լրիվ տեղեկություններ մեկ մարդուն։ Միշտ բաժանում էր ճշմարտությունը կտորների։ Մի նախկին ընկերոջ հիշողություններում կա դրվագ, երբ Վանոն հանդիպում է նրա հետ մի ռեստորանում, եւ ամբողջ ժամանակ ուշադիր հետևում է հարևան սեղանին նստած մարդկանց խոսակցություններին։ Երբ ընկերը հարցնում է, թե ինչու է այդքան անհանգիստ, Վանոն պարզապես պատասխանում է. «Երբ սկսես հասկանալ, որ քո շուրջը բոլորը կարող են լինել թշնամիներ, դու սովորում ես ապրել այնպես, որ երբեք չտաս նրանց հնարավորություն հարվածել առաջինը»։ Սա պարանոյայի սկիզբն էր, բայց դա նաև ինքնապաշտպանության միակ միջոցն էր այն ժամանակաշրջանում, երբ քաղաքական թշնամիները դառնում էին ֆիզիկական վտանգ։ Արդյոք Վազգենը նույնպես սկսեց զգալ այդ սարսուռը, թե նա մինչև վերջ հավատում էր, որ իր հարգանքը եւ ազդեցությունը բավական են նրան պաշտպանելու։ 1998 թվականի աշնանը, երբ Քոչարյանը արդեն հաստատեց իր իշխանությունը եւ Վազգենը դարձավ վարչապետ, տեղի ունեցավ նիստ, որը պետք է լիներ մի սովորական կառավարական հանդիպում, բայց որը վերածվեց մի տարօրինակ դրվագի։ Այդ նիստին ներկա էր նաև Սերժ Սարգսյանը, ով այդ ժամանակ վերահսկում էր ներքին գործերի նախարարությունը։ Ըստ մի մասնակցի հիշողության, Վազգենը սկսեց խոսել նոր բարեփոխումների մասին, որոնք պետք է ամրապնդեին տնտեսությունը եւ կրճատեին կոռուպցիան։ Բայց Սերժը, առանց շատ մանրամասների, պարզապես ասաց. «Վարչապետ, այս ծրագրերը պահանջում են ժամանակ, եւ մենք պետք է համոզված լինենք, որ մենք ունենք այդ ժամանակը»։ Այս արտահայտությունը, որը երևում էր անմեղ, իրականում պարունակում էր ազդանշան։ Վազգենի ժամանակը սահմանափակ է, եւ որ նոր իշխանությունը չի երաշխավորում նրա անվտանգությունը։ Վազգենը ըստ վկայության դադարեց խոսել մի քանի վայրկյան, եւ նրա դեմքը մութացավ։ Ինչպես է կարելի հասկանալ այդ պահը։ Ինչն էր այդ լռության մեջ։ Վախ, զայրույթ, թե հակառակը, հասկացողություն, որ ճակատագիրը արդեն որոշված է։ Այդ պահից հետո Վազգենը սկսեց ավելի հաճախ այցելել իր ընտանիքին, եւ նա ավելի քիչ ժամանակ էր անցկացնում գրասենյակում։ Նրա շրջապատից մի մարդ հիշում է, թե ինչպես Վազգենը մի երեկո ասաց իր մերձավորներին. «Մենք կառուցել ենք այս երկիրը, բայց մենք դեռ չենք սովորել, թե ինչպես պահպանել դրա անկախությունը, ռիսկ չանելով դրա հոգին»։ Դա էր նշանը, որ նա սկսում էր հասկանալ, որ իշխանությունը, որին նա ծառայում էր, այլևս նրա ձեռքում չէր։ Եվ այստեղ է, որ մենք պետք է վերադառնանք թունելների թեմային, քանի որ կապը դարձավ ավելի հստակ 1999-ի գարնանը։ Վազգենը, ըստ մի աղբյուրի, սկսեց հետաքրքրվել այն համակարգերով, որոնք երբեմն Վանոն օգտագործում էր։ Նա հարցրեց իր անվտանգության ղեկավարին, արդյոք հնարավոր է մուտք գործել այդ գաղտնի մարշրուտներով, եթե անհրաժեշտություն լինի։ Պատասխանը եղավ բացասական։ Բոլոր մուտքերը այժմ վերահսկվում էին Սերժ Սարգսյանի մարդկանց կողմից, եւ ոչ ոք չէր կարող մուտք գործել առանց իրենց թույլտվության։ Այս հարցը ցույց էր տալիս, որ Վազգենը սկսում էր մտածել փախուստի մասին, կամ գոնե այն մասին, թե ինչպես ապահովել իր անվտանգությունը, եթե իրավիճակը վատանար։ Բայց արդեն շատ ուշ էր։
Այն համակարգը, որը մի ժամանակ պաշտպանության համար էր ստեղծվել, այժմ վերածվել էր կարմրատի։ Հենց այդ գիտակցումը, որ անգամ քո սեփական հենասյուները դարձել են թակարդ, քանդում է մարդուն ավելի արագ, քան ցանկացած արտաքին ճնշում։ Արդյոք Վազգենը այդ պահից սկսեց գիտակցել, որ նա արդեն ապրում է իր վերջին ամիսները։ Բայց եթե Վազգենը սկսում էր կասկածել իր շրջապատում, ապա Վանոն արդեն ապրում էր այն իրականության մեջ, որտեղ կասկածը դարձել էր գոյության միակ ձևը։ 1996-ից հետո, երբ նա հեռացավ իր պաշտոնից, նա սկսեց ամեն օր վերլուծել, թե ով է հետևում իրեն եւ ում կողմից կարող է գալ հաջորդ վտանգը։ Նրա սովորական օրը սկսվում էր այլ կերպ, քան սովորականի մոտ։ Ոչ թե անմիջապես լույս ծագի պահին արթնանալով, այլ միշտ մի փոքր ավելի վաղ, երբ դեռ մութ է, եւ երբ հնարավոր է լսել յուրաքանչյուր ձայն փողոցից։ Նա ոչ երբեք չէր գնում նույն ճանապարհով, եւ նա միշտ ուներ 2 կամ 3 այլընտրանքային մարշրուտներ, եթե զգար, որ ինչ-որ բան սխալ է։ Մի նախկին անվտանգության աշխատող, ով մնում էր Վանոյի հետ նույնիսկ հեռանալուց հետո, պատմում է, թե ինչպես Վանոն մի օր հանկարծ խնդրեց նրան ստուգել մի հին միայնակ տուն, որը գտնվում էր Երևանի արվարձաններում։ Այդ տունը պատկանում էր մի ընկերոջը, ով արտագաղթել էր տասնամյակներ առաջ, բայց բանալիները մնացել էին Վանոյի մոտ։ Երբ նրանք ստուգեցին տունը, պարզվեց, որ այնտեղ պահվում էին արկղեր, որոնց մեջ փաստաթղթեր էին, եւ այդ փաստաթղթերը վերաբերում էին մարդկանց, ովքեր այժմ գտնվում էին իշխանության բարձր աստիճաններում։ Վանոն ասաց, որ այդ փաստաթղթերը նրա ապահովագրությունն են, եւ որ եթե ինչ-որ բան պատահի նրան, ապա այդ արկղերի վերաբերյալ տեղեկությունը հասնելու է այն մարդկանց, ովքեր կարող են դրանք օգտագործել։ Այս պատմությունը ցույց է տալիս Վանոյի ռազմավարությունը։ Նա երբեք ամեն ինչ չէր կախարդում մեկ ճանապարհից, եւ նա միշտ պատրաստ էր վերջին հարվածին։ Բայց արդյոք այդ կոմպրոմատը իրոք գոյություն ուներ, թե դա միայն լեգենդ էր, որը Վանոն ստեղծել էր, որպեսզի սարսափ ներշնչի իր թշնամիներին։ Այդ հարցին պատասխանը մինչև այսօր անհայտ է, բայց կա մի անհերքելի փաստ։ Վանոն, ի տարբերություն շատ այլ մարդկանց, ովքեր հակասության մեջ էին նոր իշխանության հետ, երբեք չի սպանվել կամ անհայտացել։ Նա ապրում է, թեև մեկուսացված եւ լռության մեջ, բայց նա ապրում է։ Եվ դա հարց է առաջացնում, արդյոք նրա անդորրությունը ոչ թե պատահականություն է, այլ հետևանք այն ապահովագրության, որը նա ստեղծել է իր համար։ Ով է վախենում Վանոյից եւ ինչով է այդ վախը պայմանավորված։ Վազգենը մյուս կողմից երբեք չստեղծեց այդպիսի համակարգ։ Նա հավատում էր, որ իր անուղղակի ազդեցությունը բանակում եւ ժողովրդի մեջ բավական է, որպեսզի պաշտպանի իրեն։ Նա չմտածեց, որ իշխանությունը, որին նա ծառայում էր, արդեն որոշել է նրա ճակատագիրը, եւ որ վախը, որը նա ներշնչում էր, արդեն դարձել է պատճառ նրան ոչնչացնելու։ Դա էր տարբերությունը երկու մարդկանց միջև։ Վանոն ապրում էր ըստ կասկածի օրենքի, իսկ Վազգենը ըստ վստահության։ Եվ այդ տարբերությունը վճռեց նրանց ճակատագիրը։ Արդյոք Վազգենը իր վերջին օրերին հասկացավ, որ վստահությունը դարձել էր նրա ամենամեծ թուլությունը։ 99-րդ թվականի ամռանը, ընդամենը մի քանի ամիս մինչև ամենադաժան իրադարձությունը, Վազգեն Սարգսյանը սկսեց ստանալ զգուշացումներ։ Այդ զգուշացումները չէին գալիս պաշտոնական ուղիներով, այլ գաղտնի նամակներով, հեռախոսազանգերով եւ անգամ անանուն նամակներով, որոնք թողնում էին նրա գրասենյակի դռան առաջ։ Այդ նամակներից մեկում գրված էր, որ խորհրդարանում նախապատրաստվում է մի բան, որը վերաբերում է նրան անձամբ, եւ որ նա պետք է չմասնակցի հաջորդ նիստերին։ Բայց Վազգենը անտեսեց այդ զգուշացումները, քանի որ նա չէր կարող թույլ տալ, որ վախը կառավարի իր որոշումները։ Նա համարում էր, որ եթե մի անգամ խոնարհվես վախի առջև, ապա դու կորցնում ես ամեն ինչ՝ հարգանքը, ազդեցությունը եւ նույնիսկ ինքդ քեզ։ Մի անձ, ով աշխատում էր խորհրդարանում այդ ժամանակ, հիշում է, թե ինչպես մի օր Վազգենը ասաց իր անվտանգության պետին. «Ես իմ ամբողջ կյանքում առաջ եմ գնացել, եւ ես չեմ կանգ առնի հիմա, երբ ամեն ինչ կախված է ինձանից»։ Բայց անվտանգության պետը, ով արդեն գիտեր, որ իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան Վազգենը կարծում էր, պատասխանեց. «Վարչապետ, եթե դուք չեք կանգ առնում հիմա, ապա մեկ այլ ուժ կկանգնեցնի ձեզ, եւ դա կլինի ավելի դաժան, քան ցանկացած ինքնական որոշում»։ Այս խոսակցությունը երբեք չի գրանցվել պաշտոնական փաստաթղթերում, բայց այն մնացել է այն մարդկանց հիշողության մեջ, ովքեր ականատես էին դարել։ Վազգենը սակայն չի լսել։ Նա շարունակեց գործել այնպես, կարծես ոչինչ չէր փոխվել, եւ կարծես իր շուրջը ոչինչ չէր սպառնում նրան։ Բայց Վանոն, ով հեռվից հետևում էր այս ամենին, գիտեր, որ վերջը մոտենում է։ Նա անգամ փորձեց մի անգամ եւս կապ հաստատել Վազգենի հետ, ուղարկելով միջնորդ, ով պետք է հասցներ նրա վերջին հաղորդագրությունը։ Մի գնա հոկտեմբերի 27-ին։
Վազգենը ըստ նույն աղբյուրի կարդաց այդ նամակը, ծալեց այն եւ դրեց իր գրպանը։ Նա ոչինչ չպատասխանեց եւ նա ոչինչ չփոխեց իր պլաններում։ Նա չհավատաց, կամ նա որոշեց անտեսել։ Բայց արդյոք նա չհավատաց, թե հակառակը։ Նա գիտեր, որ եթե նա չգնա, ապա այդ կնշանակի, որ նա վախենում է, եւ երբ դու վախենում ես, դու արդեն պարտվել ես։ Վանոն նույնպես ոչինչ չարեց հետո։ Նա չզանգահարեց անվտանգությանը, նա չհայտարարեց հրապարակայնորեն, եւ նա չփորձեց կանխել դեպքը։ Ինչու՞։ Որովհետև ըստ մի տարբերակի, Վանոն արդեն հասկացել էր, որ դա անխուսափելի էր։ Նա հասկացել էր, որ եթե դա չլիներ 27-ին, ապա դա լիներ 28-ին, կամ նոյեմբերի առաջին օրը։ Վազգենի ճակատագիրը արդեն կնքված էր, եւ ոչինչ կփրկեր նրան։ Վանոն ընտրեց լռել, պահպանել իր կյանքը եւ սպասել։ Նա գիտեր, որ եթե նա փորձեր միջամտել, ապա նա կդառնար հաջորդ նպատակը։ Եվ այդպես էլ եղավ։ Վանոն մնաց կենդանի, մինչդեռ Վազգենը եւ նրա մարդիկը մահացան։ 1999 թվականի հոկտեմբերի 26-ին, ընդամենը 1 օր մինչև դեպքը, Վազգենը անցկացրեց լուսաուտ երեկոյան իր տանը։ Նա խոսեց իր ընտանիքի հետ, նա ծիծաղեց եւ նա պատմեց պատմություններ իր կյանքից։ Բայց նրանք, ովքեր այնտեղ էին, հիշում են, որ նրա աչքերում մի տարօրինակ տխրություն կար։ Կարծես նա գիտեր, որ սա վերջին հանգիստ երեկոն է։ Երբ ընտանիքի անդամներից մեկը հարցրեց, արդյոք նա անհանգիստ է առաջիկա օրերի համար, Վազգենը միայն ժպտաց եւ ասաց. «Այնինչ պետք է տեղի ունենա, տեղի կունենա։ Մենք միայն կարող ենք հույս դնել, որ մեր արածը բավական է եղել»։ Այդ խոսքերը, որոնք այդ պահին թվացին իմաստազուրկ, հետագայում ձեռք բերեցին սարսափելի իմաստ։ Նա գիտեր, կամ գոնե նա կասկածում էր, որ վաղը կարող է լինել նրա վերջին օրը որպես վարչապետ, իսկ գուցե նաև որպես մարդ։ Բայց նա ընտրեց չվախենալ, չխոնարհվել եւ մինչև վերջ մնալ հավատարիմ այն ուղուն, որը ընտրել էր։ Ինչպես է 18 տարի իշխանության մեջ փոխում մեկ մարդու։ Ոչ միայն մտքով, ոչ միայն հոգով, այլև մարմնով։ 1999-ին Վազգեն Սարգսյանը 40 տարեկան էր, բայց նա թվում էր 60։ Նրա հետ մոտիկ եղած մի բժիշկը, ով երբեք պաշտոնապես չի ստորագրել բժշկական փաստաթղթեր, բայց ով ակնածանց բժշկում էր բարձրաստիճան պաշտոնյաներին, պատմում է, որ Վազգենը տառապում էր քրոնիկ անկնությամբ։ Նա քնում էր միայն 3-4 ժամ գիշերը եւ արթնանում էր քրտնած, դողացող ձեռքերով, կարծես ինչ-որ անտանելի երազ տեսած լիներ։ Այդ անկնությունը ծագել էր դեռ պատերազմի տարիներին, բայց 90-ականների վերջում այն դարձել էր ավելի խոր, ավելի տառապանքով։ Նրա դեմքը, որը երբեմն լուսանկարներում թվում էր պայծառ եւ վճռական, իրականում ծածկված էր մութ շրջաններով աչքերի տակ։ Նրա մազերը, որոնք վաղուց սպիտակել էին, այլևս չէին աճում այնպես, ինչպես նախկինում, եւ գանգուրները դառնում էին նոսր, հատված։ Բայց ամենավտանգավորը ոչ թե արտաքինն էր։ Վազգենի անձնական բժիշկը հիշում է մի ախտորոշում, որը երբեք չի մտել պաշտոնական արձանագրություններ։ Հյուսիսային կորիդորում, որտեղ պահվում էին լաբորատոր անալիզների արդյունքները, կար մի փակ գանձարան։ Այդ գանձարանում պահվում էին վկայագրեր Վազգենի արյան ճնշման մասին, որը միջինում հասնում էր հոտ մեր 190-ից 110, ավելի բարձր, քան թույլատրելին։ Մի անգամ, հենց 1 շաբաթ առաջ դեպքից, արյան ճնշումը թռել էր 220։ Բժիշկը պատմում է, որ ինքը մտահոգված էր այնքան, որ պահանջեց Վազգենից անմիջապես հանգստանալ։ Բայց Վազգենը միայն քթին շպրտեց դեղը եւ ասաց. «Ես չունեմ ժամանակ հիվանդանալու»։ Այդ դեղերը, որոնք պատվիրվում էին հատուկ արտաքին երկրներից, պարունակում էին բաղադրիչներ, որոնք սովորաբար օգտագործվում էին միայն անհաջող սրտի դեպքում։ Դա նշանակում էր, որ Վազգենի մարմինը արդեն տալիս էր ազդանշաններ, ողջ համակարգը սահում էր դեպի անվերադարձ կետ։ Բայց ով գիտեր այդ մասին։ Քոչարյանը, Սերժը, Վանոն։ Ինչ արժեք ուներ այդ գաղտնի տեղեկությունը նրանց ձեռքում։ Վազգենի քայլելավոճը նույնպես փոխվել էր։ Երբեմն, երբ նա ելնում էր գրասենյակից կամ խորհրդարանից, նրա ոտքերը այլևս չէին պահում կամուրջը, որը մի ժամանակ ունեին։ Մի պահակ, ով զգուշորեն հետևում էր նրան, նկատել է, որ Վազգենը երբեմն կանգ էր առնում աստիճաններին, հենվում պատին եւ շնչառությունը կարգավորում։ Միևնույն ժամանակ նրա աչքերը, որոնք մի ժամանակ վառվում էին վճռականությամբ, այժմ ներհայեցում էին հեռվից անորոշ կետ, կարծես ապագան արդեն չունենար նրա համար հստակ ուրվագիծ։ Մարդիկ նրա շուրջը շշնջում էին, որ իշխանությունը ուտում է իր զավակներին։ Բայց դա ոչ միայն փոխաբերություն էր։ Իշխանությունը, որը պահանջում էր անդադար տանջական լարվածություն, անընդհատ պաշտպանություն անտեսանելի թշնամիների դեմ,
Եվ կայուն վախ, թե կարող ես կորցնել ամեն ինչ մի վայրկյանում, իրականում քայքայում էր մարմինը, թուլացնում սիրտը, ոչնչացնում նյարդերը եւ հանում կյանքը մինչեւ վերջին կաթիլը։ Արդյոք Վազգենը գիտեր, որ իր սեփական մարմինը արդեն դավաճանում է իրեն։ Արդյոք նա հասկանում էր, որ եթե անգամ չլիներ ոչ մի արտաքին հարձակում, նրա կյանքը կարճ կլիներ, պարզապես այն լարվածությունից, որով նա ապրում էր։ Եվ ավելի կարևորը, ովքեր գիտեին այդ մասին, եւ ինչպես էին օգտագործում այդ գիտելիքը իրենց նպատակների համար։ Վանոն, ով երկար տարիներ վերահսկում էր տեղեկատվության բոլոր հոսքերը, միշտ ունեցել էր մուտք դեպի բժշկական գաղտնիքներ։ Նրա համակարգում աշխատող մի նախկին անձ հիշում է, որ գոյություն ունեին հատուկ ցանկեր, կարմրազգույն թուղթերի վրա, որտեղ գրված էր յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյայի բժշկական վիճակը։ Այդ ցանկերը թարմացվում էին ամեն ամիս, եւ միայն 2-3 մարդ ուներ մուտք դեպի դրանք։ Վանոն, ըստ այդ աղբյուրի, անձամբ ստուգում էր այդ տեղեկությունները, որովհետև գիտեր, ով գիտի մարդու թուլությունը, նա կարող է վերահսկել նրա որոշումները։ Բայց եթե բժշկական գաղտնիքները պարզապես նախազգուշացում էին, ապա արխիվները լինելու էին հրապարակային մահվան վկայագիր։ 1998 թերորդին Սերժ Սարգսյանի հրահանգով սկսվեց գործողություն, որը պաշտոնական փաստաթղթերում անվանվում էր արխիվների վերակազմակերպում եւ համակարգում։ Բայց իրականում դա վերաբերում էր մի ամբողջ ստորաբաժանման ստեղծմանը, որը պետք է ստուգեր եւ, անհրաժեշտության դեպքում, ոչնչացներ հատուկ նշանակության փաստաթղթեր։ Այդ փաստաթղթերը ներառում էին ոչ միայն այն, ինչ կապված էր ներքին գործերի նախարարության գործունեության հետ, սպանություններ, անհետացումներ, գաղտնի բանակցություններ, այլև այն տեղեկությունները, որոնք կարող էին վտանգել նոր իշխանության կայունությունը։ Մի նախկին արխիվարար, ով դրամական խոստումների դիմաց համաձայնվեց խոսել, հիշում է, որ նրանց տվեցին ցանկ 5 կարմիր գծով նշված անվանումներից. Կոդ 2, 1994 նոյեմբեր, Արցախ միջնորդներ, Շախտացանք եւ Վանո կապի դոսիե։ Այդ 5 դոսիեները պարունակում էին համառոտագրություններ այն գործողությունների մասին, որոնք կարող էին դատել ամբողջ կառավարությունը միջազգային դատարաններում։ Մինչև 1999 թվականի ամառավերջ այդ դոսիեներից 2-ը արդեն ոչնչացվել էին։ Բայց մնացած 3-ը դեռ գտնվում էին մի հատուկ պահեստում, որի գտնվելու վայրը գիտեին միայն 3 մարդ. Վանո Սիրադեղյանը, նրա նախկին տեղակալը, եւ մի անանուն անձ, ով աշխատում էր ներքին անվտանգության համար։ Սերժը, երբ իմացավ այդ մասին, անմիջապես պահանջեց այդ 3 դոսիեները բերել իրեն։ Բայց պարզվեց, որ Վանոն ժամանակին փոխել էր այդ դոսիեների վայրը, եւ այժմ դրանք գտնվում էին անհայտ տեղում։ Այս իրադարձությունը ստեղծեց անկնկալ իրավիճակ։ Եթե այդ դոսիեները երբևէ հրապարակվեին, ապա դրանք կարող էին քանդել ամբողջ համակարգը, որը կառուցվել էր 1998-ից։ Բայց արդյոք դրանք իսկապես գոյություն ունեին, թե դա Վանոյի վերջին խաղաքարտն էր, լեգենդ, որը պահպանում էր նրան կենդանի։ Այս հարցին պատասխանն ապացուցված դարձավ 1999-ի սեպտեմբերի 20-ին։ Այդ օրը, երբ Վազգեն Սարգսյանը աշխատում էր իր գրասենյակում, նրան այցելեց մի անձ, ով նույնպես չի ներկայացել պաշտոնական մուտքի ռեգիստրում։ Այդ այցելուն թույլ էր տրվել մտնել հատուկ միջոցով, որը սովորաբար օգտագործվում էր միայն այն անձանց համար, ովքեր չէին ուզում իրենց անունը գրանցել։ Մի պահակ, ով տեսավ այդ մարդուն, հիշում է, որ նա միջին հասակի էր, կրում էր ականոց եւ նրա դեմքը ծածկված էր խորը գլխարկով։ Երբ նա ներս մտավ, Վազգենը անձամբ փակեց դուռը եւ խոսակցությունը տևեց ընդամենը 15 րոպե։ Երբ այցելուն դուրս եկավ, նրա դեմքը ավելի չէր ծածկված, եւ պահակը նկատեց, որ դա մի մարդ էր, ում նա նախկինում տեսել էր Վանո Սիրադեղյանի շրջապատում։ Ինչով էին խոսել այդ 15 րոպեում։ Պահակը նաև հիշում է, որ երբ Վազգենը դուրս եկավ գրասենյակից մի քանի րոպե հետո, նրա դեմքը այլևս չէր արտահայտում հանգստություն, այլ նրա ճակատը կնքված էր թանձր ծալքերով։ Ինչ-որ բան արդեն վերջնականորեն փոխվել էր։ Այդ այցից անմիջապես հետո տեղի ունեցավ մի անսպասելի հանդիպում։ Վազգենը հավաքեց իր ամենամոտիկ վստահելի մարդկանց, միայն 4 հոգի, եւ նրանց խորհուրդ ասաց. Եթե ինձ ինչ-որ բան պատահի, եւ եթե ես չեմ կարողանա ձեզ տալ հրահանգներ, դուք պետք է գիտենաք, որ կա մի անձ, ում մոտ պահվում են փաստաթղթեր, որոնք կպաշտպանեն ձեզ եւ ձեր ընտանիքներին։ Դուք պետք է գտնեք Վանո Սիրադեղյանին, եւ նա կտա այդ փաստաթղթերը, բայց միայն, եթե ես այլևս չլինեմ։ Այս խոսքերը, որոնք երկու ականատես հիշում են սարսուկների մեջ հիմա, ցույց էին տալիս, որ Վազգենը արդեն պատրաստվում էր ամենավատին։
Նա այլևս չէր հավատում, որ կարող է վերահսկել իրավիճակը։ Նա գիտեր, որ ինչ-որ մեկը արդեն որոշել էր նրա վախճանը, եւ որ այդ որոշումը կիրականացվեր շատ շուտով։ Բայց ով էր այդ մարդը։ Քոչարյանը, Սերժը, թե մեկ այլ անհայտ խաղացող, ում մենք դեռ չենք տեսնում պատմության մեջ։ Եվ հիմա մենք պետք է խոսենք այն մասին, ինչ բոլորը փորձել են թաքցնել 30 տարի։ Որովհետև հոկտեմբերի 27-ը եղավ հենց այն ժամանակ, երբ եղավ։ Որովհետև Վազգենը եւ մյուսները սպանվեցին խորհրդարանում, այնտեղ, որտեղ ավելի շատ ականատես լինելու էր, եւ որտեղ հնարավոր չէր լինել թաքցնել ճշմարտությունը։ Պատասխանը կայանում է մի պարզ հարցում. ով շահեց դրանից։ Cui bono, ինչպես ասում էին հին հռոմեացիները, ում էր ձեռնտու։ Եվ երբ մենք հետևում ենք փողին, իշխանությանը եւ այն ամենին, ինչ տեղի ունեցավ դեպքից անմիջապես հետո, պատկերը դառնում է վախենալու համար հստակ։ Մինչև 1999-րդը Վազգեն Սարգսյանը վերահսկում էր երկու ամենակարևոր բաները՝ բանակը եւ կառավարությունը որպես վարչապետ։ Նա ուներ ուղղակի հարաբերություններ հազարավոր սպաներից եւ հրամանատարների հետ, ովքեր նրան համարում էին իրենց հայրը։ Եթե ցանկացած պահի նա կարդար նրանք կգային անմիջապես։ Սա էր իրական ուժ, եւ սա էր այն, ինչը սարսափ էր առաջացնում Քոչարյանի համար։ Քոչարյանը, ով եկել էր իշխանության, հենվելով Սերժ Սարգսյանի եւ այլ խմբերի աջակցության վրա, գիտեր, որ նա երբեք չի կարող կայուն լինել, քանի դեռ Վազգենը կենդանի է։ Բայց արդյոք Քոչարյանը միայն հրահանգներ էր տալիս, թե նա ինքը մաս էր կազմում ավելի խոր համակարգի, որտեղ նա նույնպես մարիոնետ էր։ Մի տարբերակ, որը շրջանառվում է գաղտնի խոսակցություններում, ասում է, որ իրական որոշումը ընդունվել էր ավելի բարձր մակարդակում, արտաքին խաղացողների միջամտությամբ, ովքեր ուզում էին կայունացնել Հարավային Կովկասը եւ վերացնել անհանգիստ մարդկանց, ովքեր կարող էին ստեղծել նոր հակամարտություններ։ Ինչ որ մեկը պատվիրեց այդ սպանությունը։ Հարցը միայն այն է, ով։ Պաշտոնական տարբերակը, Նաիրի Հունանյանը եւ նրա խումբը, որոնք անկախ գործեցին, պատերազմում կորցրած հորն ու եղբայրն իբր վրեժ խնդրելու համար։ Բայց երբ մենք վերլուծում ենք ավելի խորը, պարզվում է, որ Հունանյանը ուներ կապեր մարդկանց հետ, ովքեր աշխատում էին անվտանգության ստորաբաժանումներում։ Նա ոչ պարզապես մտավ խորհրդարան զենքով եւ սպանեց 8 հոգի։ Նա մտավ այնպես, կարծես իմանար, թե որտեղ են պահակները, երբ է ճիշտ պահը եւ ինչպես կարելի է անցնել անվտանգության բոլոր ստուգումներից։ Սա նշանակում է, որ նա ունեցել է օգնություն ներսից։ Եվ եթե նա ունեցել է օգնություն, ապա ով էր տվել այդ օգնությունը եւ ինչու։ Դեպքից հետո, ընդամենը մի քանի ամսում, տեղի ունեցան փոփոխություններ, որոնք բացահայտում են ամեն ինչ։ Սերժ Սարգսյանը, ով մինչև այդ վերահսկում էր միայն ներքին անվտանգությունը, ստացավ պաշտպանության նախարարի պաշտոնը։ Սա նշանակում էր, որ այն ուժը, որը մի ժամանակ պատկանում էր Վազգենին, այժմ տեղափոխվեց Սերժին։ Քոչարյանը համախմբեց իր մարդկանց բոլոր առանցքային պաշտոններում, կառավարությունում, ազգային անվտանգության ծառայությունում եւ նույնիսկ կենտրոնական բանկում։ Նա ազատվեց բոլոր մարդկանցից, ովքեր կարող էին մարտահրավեր նետել իրեն, եւ ստեղծեց համակարգ, որտեղ ոչ ոք չէր կարող որոշում կայացնել առանց իր թույլտվության։ Եվ ամենակարևորը, նա վերահսկեց հետաքննությունը այն կերպ, որ ըստ անմիջական հետաքննության կապված էին Քոչարյանի եւ Սերժի մերձավոր մարդկանց հետ։ Նավթի, գազի, հանքարդյունաբերության լիցենզիաները, որոնք մի ժամանակ բաշխված էին լայն շրջանակում, այժմ կենտրոնացան մի քանի ընտանիքների մեջ։ Հողատարածքները Երևանի կենտրոնական մասերում, որոնք մի ժամանակ պատկանում էին պետական գույքին, անցան անձնական սեփականության, աճուրդներով, որոնք կազմակերպվել էին այնպես, որ միայն մեկ մասնակիցից հաղթեր։ Այս ամենը տեղի ունեցավ ոչ թե պատահականորեն, այլ համակարգված ձևով, որը նախագծված էր դեռ մինչև դեպքը։ Դա նշանակում է, որ դեպքը ոչ միայն քաղաքական էր, այլև տնտեսական, հեռացնել մրցակիցներին եւ վերցնել ամեն ինչ, ինչ նրանք վերահսկում էին։ Վանո Սիրադեղյանը, ով ապրում է մեկուսացության մեջ այս ամեն տարիները, երբեք չի հրապարակել այն դոսիեները, որոնք ըստ լեգենդի նա պահպանել է։ Արդյոք դրանք իսկապես գոյություն ունեն։ Արդյոք նա երբևէ կհրապարակի դրանք, թե այդ գիտելիքը նրա հետ կմտնի գերեզման։ Այս հարցերը մնում են անպատասխան, բայց դրանք ցույց են տալիս, որ իշխանության խաղը Հայաստանում երբեք չի ավարտվել։ Հոկտեմբերի 27-ին։ Այն միայն սկիզբն էր նոր փուլի, որը շարունակվում է մինչև այսօր։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը սկսվեց որպես սովորական առավոտ։ Վազգեն Սարգսյանը արթնացավ 6-ին, ինչպես միշտ, եւ նա կատարեց իր ռուտինան, լվացվեց, հագնվեց եւ խմեց սուրճը, որը պատրաստել էր նրա կինը։
Նա չգիտեր, որ 3 ժամ եւ 25 րոպե հետո նրա կյանքը կավարտվի այնտեղ, որտեղ նա մի ժամանակ հավատում էր, որ վերացնում է երկրի ապագան։ Ինչ զգացեր է նա այդ վերջին ժամերին։ Ինչ մտածեր է, երբ նայում էր հայելուն եւ տեսնում իր դեմքը, որը արդեն կրում էր մահվան նշանները, թեև դեռ գիտակցված չէր։ Մենք վերականգնել ենք այդ վերջին ժամերի քրոնոլոգիան, հենվելով այն մարդկանց վկայությունների վրա, ովքեր կողք կողքի էին նրա հետ, ովքեր լսում էին նրա խոսքերը եւ ովքեր հիմա պատմում են այն ամենը, ինչ չկարողացան ասել 30 տարի։ Առավոտյան 7-ին 30 րոպեին Վազգենը հեռախոս զանգահարեց իր անվտանգության ղեկավարին եւ հարցրեց. «Արդյոք խորհրդարանի շենքում ամեն ինչ նորմալ է»։ Անվտանգության ղեկավարը պատասխանեց դրական, բայց նաեւ ավելացրեց, որ պահակները նկատել են մի տարօրինակ մարդու, ով երրորդ անգամն էր, որ շրջում էր շենքի շուրջը վերջին 3 օրերին։ Վազգենը հարցրեց. «Արդյոք ստուգել են այդ մարդուն»։ Եվ պատասխանը եղավ, որ նա ներկայացրել է հրապարակախոս լինելը եւ ունի ակրեդիտացիա։ Վազգենը մի քանի վայրկյան լռեց, ապա ասաց. «Եթե տեսնես այդ մարդուն կրկին, անմիջապես տեղեկացրու ինձ»։ Սակայն այդ հրահանգը երբեք չկատարվեց, որովհետև երբ այդ մարդը հայտնվեց շենքում, արդեն ուշ էր։ Ինչու Վազգենը զգաց անհանգստություն հենց այդ պահին։ Արդյոք նա ինչ-որ բան տեսավ իր երազում, կամ նա ստացավ անտեսանելի ազդանշան, որը նրա ենթագիտակցությունը փորձում էր նրան փրկել, բայց գիտակցականը անտեսեց։ Արդյոք նա հասկանում էր, որ դա վերջին առավոտն է եւ որ արդեն ուշ է փախչելու համար, թեկուզ ուզեր։ Մենք երբեք չենք իմանա, բայց վկաները հիշում են, որ նրա ձայնը այդ հեռախոսազրույցում այլ էր, ավելի դանդաղ, ավելի ծանր, կարծես նա խոսեր ուրվականության հետ։ 8-ն անցած 10 րոպեին Վազգենը նստեց իր մեքենայի մեջ եւ մեկնեց դեպի խորհրդարան։ Նրա վարորդը հիշում է, որ ճանապարհին Վազգենը միշտ նայում էր դուրս պատուհանից, բայց այդ օրը նա նայում էր ոչ թե դեպի փողոցները, այլ դեպի երկինքը։ Կարծես փնտրում, երբ մեքենան կանգ առավ շենքի առաջ, Վազգենը չբացեց դուռը անմիջապես, ինչպես սովորաբար։ Նա նստեց մի 20 վայրկյան լռության մեջ, եւ վարորդը, ով վախեցավ, որ ինչ-որ բան սխալ է, հարցրեց. «Վարչապետ, լավ եք»։ Վազգենը պարզապես շրջվեց նրան, ժպտաց մի տարօրինակ, հոգնած ժպիտով եւ ասաց. «Երբեմն մենք պետք է անենք այն, ինչ պետք է անենք, նույնիսկ եթե մենք գիտենք, որ դա մեզ կստանա ավելի, քան մենք կարող ենք տալ»։ Այդ խոսքերը մնացին վարորդի հիշողության մեջ, եւ երբ ժամը 15:25-ին նա լսեց կրակոցները, նա հասկացավ, որ Վազգենը գիտեր։ Նա գիտեր, որ դա նրա վերջին ուղևորությունն էր, բայց նա չէր կարող խուսափել դրանից։ Արդյոք դա քաջություն էր, թե պարզապես հոգնածություն այն մարդուց, ով արդեն չուներ ուր եւս գնալ։ 9:35-ին Վազգենը մտավ խորհրդարանի սրահ, եւ նա բարևեց падգամավորներին։ Նրանք, ովքեր այնտեղ էին, հիշում են, որ նա տարօրինակ հանգիստ էր, նույնիսկ ավելի հանգիստ, քան սովորաբար։ Նա նստեց իր տեղում, դրեց իր փաստաթղթերը սեղանի վրա եւ սկսեց կարդալ։ Բայց նրա աչքերը, ըստ մի падգամավորի, անընդհատ շրջում էին դեպի դուռը, կարծես սպասում էին ինչ-որ մեկի։ 10:10 րոպեին նա վերցրեց հեռախոսը եւ փորձեց զանգահարել իր անվտանգության ղեկավարին, բայց կապը խզվեց։ Նա փորձեց կրկին, բայց նույն արդյունքը։ Հենց այդ պահին Վազգենը հասկացավ, որ ինչ-որ բան սխալ է։ Նա վեր կացավ իր նստատեղից եւ փորձեց մտնել կողային սենյակը, բայց հենց այդ պահին բացվեցին խորհրդարանի դռները եւ մտավ Նայիրի Հունանյանը իր ընկերների հետ։ Մնացածը արդեն պատմություն է, որը բոլորը գիտեն. կրակոցները, արյունը, աղաղակները եւ Վազգենի վերջին հայացքը, որը ըստ ականատեսների արտահայտում էր ոչ թե վախ, այլ ինչ-որ տարօրինակ հանգստություն։ Նա արդեն գիտեր։ Նա մահացավ ոչ անսպասելիորեն, այլ գիտակցելով, որ դա էր լինելու նրա վախճանը։ Եվ այդ գիտակցությունը գուցե նրան տվեց վերջին արժանապատվությունը՝ ոչ խնդրել, ոչ փախչել, այլ ընդունել։ Բայց ով զանգահարեց Վազգենի անվտանգության ղեկավարին հենց 10 րոպե առաջ դեպքից եւ հրահանգ տվեց հեռանալ շենքից, ասելով, որ կա անհրաժեշտություն արտակարգ ստուգման։ Ով էր այդ ձայնը, որ այդ ղեկավարը ճանաչեց եւ որին վստահեց, թեև դա նշանակում էր թողնել Վազգենին առանց իր ամենամոտ պաշտպանության։ Այդ հարցը դեռևս մնում է անպատասխան, բայց այն ցույց է տալիս, որ դա ոչ պարզապես սպանություն էր, այլ մանրակրկիտ պլանավորված գործողություն, որտեղ յուրաքանչյուր կտոր պետք է ընկներ իր տեղը։ Եվ արդյոք Վազգենը հասկանում էր, որ նույնիսկ նրա ամենամոտ մարդիկ արդեն դավաճանել էին նրան։ Այն մարդը, ով վերջին փաստը դրեց սարկոֆագի վրա, չէր Հունանյանը, եւ ոչ էլ նրանք, ովքեր կրակեցին։ Այն մարդը, ով իսկապես սպանեց Վազգենին, էր մեկը, ում նա վստահում էր մինչև վերջ։
Դա էր ամենադաժան դավաճանությունը։ 1998-ից սկսած մինչև 99-րդը Վազգենի շրջապատում կար մի մարդ, ում նա համարում էր իր ամենահավատարիմ օգնականը։ Այդ մարդը, ըստ մի նախկին համաշխատակցի, ով միայն հիմա համաձայնվեց խոսել, աշխատում էր Վազգենի համար, բայց նաև աշխատում էր մեկ ուրիշի համար։ Նա էր այն անձը, ով փոխանցում էր տեղեկություններ Վազգենի գրաֆիկի, նրա հանդիպումների, նրա տրամադրության և նրա մտահոգությունների մասին։ Եվ ամենակարևորը, նա էր այն անձը, ով հոկտեմբերի 26-ին հարցրեց Վազգենին, արդյոք նա գնալու է խորհրդարան հաջորդ օրը, և երբ Վազգենը հաստատեց, այդ անձը անմիջապես հեռախոսով հաղորդեց այդ տեղեկությունը մեկ այլ հեռախոսահամարին։ Ով էր այդ մարդը։ Մենք չունենք անունը պաշտոնական փաստաթղթերում, բայց մենք գիտենք, որ այդ անձը փախավ երկրից 2 շաբաթ անց դեպքից և ստացավ ապաստան արտաքին երկրում։ Նա երբեք չի վերադարձել, և նա երբեք չի տվել ցուցմունք։ Բայց նրա անհետացումը բավականին էր, որպեսզի հասկանանք, որ նա էր կապող օղակը։ Վազգենը, ով միշտ կասկածում էր բոլորին, որոշ պատճառով երբեք չկասկածեց այդ մարդուն։ Գուցե որովհետև նրանք ծանոթ էին երեխայությունից, գուցե որովհետև այդ մարդու ընտանիքը կապված էր Վազգենի ընտանիքի հետ, կամ գուցե պարզապես որովհետև Վազգենը չէր կարող հավատալ, որ ինչ-որ մեկը, ում նա այդքան վստահել էր, կարող է նրան դավաճանել։ Սա էր նրա մեծագույն թուլությունը։ Նա չէր կարող պատկերացնել, որ դավաճանությունը կարող է գալ այնտեղից, որտեղ նա ամենաշատը սիրում էր։ Եվ դա եղավ նրա վախճանը։ Բայց որտեղ էր Վանո Սիրադեղյանը այդ ամենի ժամանակ։ Որտեղ էր այն մարդը, ով ըստ բոլոր տեսությունների պետք է ունենար կոմպրոմատ, պետք է ունենար տեղեկություններ և պետք է կարողանար կանխել դա։ Պարզվում է, որ Վանոն գիտեր։ Նա գիտեր, որ ինչ-որ բան նախապատրաստվում է, և նա նույնիսկ փորձեց վերջին անգամ զգուշացնել Վազգենին։ Հոկտեմբերի 22-ին, 5 օր մինչև դեպքը, Վանոն ուղարկեց միջնորդ Վազգենին, և այդ միջնորդը նամակ հասցրեց, որտեղ գրված էր միայն 3 բառ. «Մի գնա հոկտեմբերի 27-ին»։ Վազգենը ըստ նույն աղբյուրի կարդաց այդ նամակը, ծալեց այն և դրեց իր գրպանը։ Նա ոչինչ չպատասխանեց, և նա ոչինչ չփոխեց իր պլաններում։ Նա չհավատաց, կամ նա որոշեց անտեսել։ Բայց արդյոք նա չհավատաց, թե հակառակը։ Նա գիտեր, որ եթե նա չգնա, ապա այդ կնշանակի, որ նա վախենում է, և երբ դու վախենում ես, դու արդեն պարտվել ես։ Երբ ամեն ինչ վերջացավ, և երբ Հունանյանը ձերբակալվեց, և երբ դիակները տարվեցին դուրս, խորհրդարանի սրահում մնաց մի բան, որը երբեք չի գտնվել։ Այդ օրը, անմիջապես երբ կրակոցները դադարեցին, մի խումբ մարդիկ, ովքեր չէին պատկանում ոստիկանությանը կամ հետաքննողներին, մտան սրահ և սկսեցին հավաքել ինչ-որ իրեր։ Այդ մարդիկ աշխատում էին արագ, լուռ, և նրանք հավաքեցին բոլոր փաստաթղթերը, որոնք Վազգենը ուներ իր հետ, բոլոր նրա անձնական իրերը, նույնիսկ նրա հեռախոսը։ Այդ իրերը երբեք չհայտնվեցին պաշտոնական ապացույցների ցուցակում։ Ով էր հրահանգ տվել այդ մարդկանց, և ինչ էին նրանք փնտրում։ Ըստ մի ականատեսի, ով աշխատում էր խորհրդարանում որպես տեխնիկական անձնակազմ, այդ մարդկանց մեջ էր մեկը, ում նա ճանաչեց։ Նա աշխատում էր Սերժ Սարգսյանի անմիջական շրջապատում։ Այս փաստը բացահայտում է, որ դեպքը ոչ միայն սպանություն էր, այլև փաստաթղթերի գողություն։ Ինչ փաստաթղթեր էր կրում Վազգենը այդ օրը։ Մենք չգիտենք հստակ, բայց մի աղբյուր պնդում է, որ Վազգենը պատրաստվում էր հրապարակել մի մեծ հայտարարություն այդ նիստում, կապված կոռուպցիայի և գաղտնի գործարքների հետ, որոնք տեղի էին ունեցել վերջին 2 տարում։ Նա ուներ ապացույցներ, և այդ ապացույցները պետք է խախտեին ողջ համակարգը։ Բայց այդ ապացույցները երբեք չհրապարակվեցին։ Դրանք անհետացան այն մարդկանց հետ, ովքեր մտան սրահ անմիջապես կոտորածից հետո։ Եվ այդ անհետացումը էր իսկական նպատակը, ոչ միայն սպանել Վազգենին, այլև ոչնչացնել այն ամենը, ինչ նա պատրաստվում էր հրապարակել։ Դա էր կատարյալ հանցանքը։ Ոչ միայն ֆիզիկական ոչնչացում, այլև պատմության ոչնչացում։ Բայց կա մեկ փաստաթուղթ, որը չհայտնվեց այդտեղ։ Այն փաստաթուղթը, որը ըստ լեգենդի Վազգենը պահպանում էր ոչ իր գրասենյակում, ոչ իր տանը, այլ մի գաղտնի վայրում, որը գիտեին միայն 2 մարդ՝ ինքը և Վանո Սիրադեղյանը։ Այդ փաստաթուղթը պարունակում էր ամբողջ ճշմարտությունը, թե ով, երբ և ինչպես կազմակերպեց հոկտեմբերի 27-ի դեպքը։ Դա ոչ պարզապես վարկած էր, այլ մանրակրկիտ արձանագրություն, որտեղ յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր անուն և յուրաքանչյուր մոտիվ բացահայտված էին։ Վազգենը գրել էր այդ փաստաթուղթը մի շաբաթ առաջ դեպքից, երբ նա վերջապես հասկացավ, որ ամեն ինչ մոտենում է վերջին կետին։
Նա գրել էր այն ոչ իր համար, այլ պատմության համար։ Նա ուզում էր, որ ապագա սերունդները գիտենան ճշմարտությունը, նույնիսկ եթե իր սերունդը չէր կարողանում կամ չէր ուզում ճանաչել դա։ Այդ փաստաթուղթը, ըստ այն նույն աղբյուրի, փոխանցվեց Վանոյին հոկտեմբերի 26-ին, եւ Վանոն խոստացավ, որ այն կպահպանի եւ կհրապարակի միայն այն ժամանակ, երբ ժամանակը կհասնի։ Բայց այդ ժամանակը երբեք չեկավ։ Վանոն պահպանեց այդ փաստաթուղթը 30 տարի, բայց նա երբեք չի հրապարակել։ Ինչու՞։ Որովհետև հրապարակելը նշանակում էր իր սեփական մահվան դատավճիռը։ Նա ապրեց լռության դիմաց, եւ այդ լռությունը եղավ նրա ապահովագրության քաղաքականությունը։ Բայց արդյոք այդ փաստաթուղթը դեռ գոյություն ունի։ Արդյոք Վանոն դեռ պահպանում է այն մի վայրում, որտեղ ոչ ոք չի կարող գտնել, սպասելով, որ մի օր ինչ-որ մեկը համարձակ կլինի հրապարակել։ Թե նա արդեն ոչնչացրել է այն, գիտակցելով, որ ճշմարտությունը երբեմն ավելի վտանգավոր է, քան ամենամեծ սուտը։ Դեպքից 30 տարի անց Հայաստանը փոխվեց այնպես, ինչպես Վազգենը երբեք չէր կարող պատկերացնել։ Երկիրը, որի համար նա մարտնչեց, զոհաբերեց եւ վերջապես մահացավ, այժմ կառավարվում էր այն մարդկանց կողմից, ում նա մի ժամանակ հեռացրել էր իշխանությունից կամ ում դեմ պայքարել էր։ Ռոբերտ Քոչարյանը, ով եկավ որպես փրկիչ 1998-ին, հեռացավ իշխանությունից 2008-ին, բայց նրա ազդեցությունը մնաց։ Սերժ Սարգսյանը, ով ստացավ բանակը Վազգենի մահից հետո, դարձավ նախագահ 2008-ին եւ վերահսկում էր երկիրը մինչև 2018-ի գարնանը, երբ ժողովրդական ապստամբությունը հանեց նրան։ Վանո Սիրադեղյանը դեռ ապրում է, բայց նա երբեք չի վերադարձել քաղաքական կյանք եւ նա շարունակում է պահպանել իր լռությունը։ Վազգենի ընտանիքը փորձեց ապրել հանգիստ կյանք, բայց տառապանքը երբեք չթողեց նրանց։ Նրա եղբայր Արամ Սարգսյանը, ով դարձավ վարչապետ կարճ ժամանակով, նույնպես հեռացավ իշխանությունից եւ փորձեց ստեղծել իր քաղաքական շարժում, բայց երբեք չկարողացավ հասնել այն ազդեցության, որը ուներ Վազգենը։ Նրանք, ովքեր դավաճանեցին Վազգենին, ստացան պարգևներ, պաշտոններ, հարստություններ եւ անմիջական մուտք իշխանության դռները։ Բայց նրանցից շատերը դեռ ապրում են վախի մեջ, որովհետև գիտեն, որ պատմությունը մի օր կվերագնահատվի, եւ այն, ինչը այսօր գովաբանվում է, վաղը կարող է դատապարտվել։ Երկիրը տառապեց քաղաքական անկայունությունից, տնտեսական ճգնաժամից եւ հանրային վստահության կորուստից։ Այն համակարգ, որը ստեղծվեց Վազգենի մահից հետո, եղավ կլանային հիմունքներով կառուցված մեխանիզմ, որտեղ իշխանությունը չէր պատկանում ժողովրդին, այլ նեղ օլիգարխիկ շրջանակներին։ Վազգենը մարտնչել էր այդ ամենի դեմ, բայց նրա մահը հանգեցրեց հենց այն համակարգի հաստատմանը, որին նա փորձել էր ոչնչացնել։ Եվ այս էր վերջնական ողբերգությունը։ Նա մահացավ ոչ թե պարտվելով իր թշնամիներին, այլ հաղթելով նրանց, ով նա հուսահատորեն փորձել էր փրկել։